Ֆրանսիան հարգում է Թուրքիային եւ ընդունում նրա պատասխանատվությունը Սևծովում, սակայն ազատությունների վրա հարձակումների համակարգված բնույթը որակվում է որպես ագրեսիայի ակտ, ինչի համար Ֆրանսիան ափսոսում է։ Մակրոնի հայտարարությունն է. Եվրոպան Թուրքիային է պետք, Թուրքիան Եվրոպային, սակայն դա պետք է լինի այնպիսի Թուրքիա, որը ստանձնում է իր պատասխանատվությունը Եվրոպայի անվտանգության համար եւ շարունակում իր ժողովրդավարական ուղին։ Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարումներ դնել։ ՌԴ նախագահի խոսքով նման պրակտիկա արդեն կամակի աշխատանքում։ Ըստ նրա ՌԴ-ի համար ներկայումս անհասկանալի է, թե ում հետ պետք է ուկրաինական կողմից որևէ համաձայնագիր ստորագրի, քանի որ վաղ այնտեղ կգան այլ առաջնորդներ։ Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները, քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր, այդ թվում ուկրաինական կարգավորումը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի համագործակցությունը առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային խնդիրների լուծման համար, եւ որ Թուրքիան ուշադրությամբ է հետևում կողմերի միջև պատերազմին վերջ տալուն միտված գործընթացին եւ պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն։ Մոսկվայի դեմ պատժամիջոցները չեղարկելու եվրոպական երկրների դժկամությունը նշանակում է, որ նրանք խաղաղություն չեն ուզում։ Պեսկովն է պատասխանել հարցին. արդյոք ԵՄ-ի նման դիրքորոշումը կխոչընդոտի հացահատկի նորացված գործարքին։ Նրանք չեն ցանկանում նպաստել եւ գործել համահունչ այն ջանքերին, որոնք Մոսկվան եւ Վաշինգտոնը գործադրում են խաղաղ ուղղությամբ շարժվելու համար։